Այսօր ուզում եմ իրար հետ խոսենք ինչ ասելի թե լույսի որդիներ։ Մենք ամենքս հավատալով Քրիստոսին կոչվում ենք, դառնում ենք լույսի որդիներ։ Ամեն, որովհետև ինքն Աստված լույս է։ Եվ իր ժառանգները արդեն իսկ լույսի որդիներ են։ Եվ այս խոսքի հաստատության համար ես նախընտրել եմ Աստվածաշնչից Հռոմեացիների 13-ից սկսած եւս մի քանի համարներ կդիտարկենք Եփեսացիների գրքից եւ կտեսնենք, որ Աստված իրականում իր խոսքը հասանելի է դարձնում ամենքիս համար, որպեսզի մենք հենց այս խոսքի հիման վրա գիտակցենք ով ենք մենք։ Ուրեմն Հռոմեացիների 13-րդ գլուխ 11-ից 14 համարները։ Եթե բացել եք Աստվածաշունչը, ձեր կարող ենք հետևել։ Այնտեղ գրված այսպես. Ավետարանը փաստում եւ ասում է. այս բանը իմացեք ներկա ժամանակի համար։ Այսինքն թե Աստվածաշունչը նախ փաստում է, որ հիմի մենք ապրում ենք ներկա ժամանակի մեջ եւ հենց այս ներկա ժամանակի համար ինչ որ կարեւորագույն բան կա, որ մենք պիտի գիտենանք։ Եվ գրված է. եւ հիմա է քնից արթնանալու ժամանակը։ Կարող ես հրել կողքինիդ ու ասես. հիմա է քնից արթնանալու ժամանակը։ Դուք ասես դե բայց ինքը դեռ քնած չի, եթե նոր է սկսե խոսքը, ոչինչ։ Էսի այդ քնի մասին չի, այլ հոգևոր քնի մասին։ Հիմա է քնից արթնանալու ժամանակը, ինչի գրված է, որովհետև այժմ, ասա այժմ։ Փրկությունը մեզ շատ ավելի մոտ է, քան թե այն ժամանակ, երբ որ հավատացինք նրան։ Հետևում եք Հռոմեացիների 13 գլուխ 11-ից 14-ը։ Այս պիտի իմանաք այս ժամանակի համար, որ հիմա ավելի ամենաճիշտ ժամն է արթնանալու համար, որովհետև հիմա ավելի մոտիկ ենք այդ փրկությանը, քան թե այն ժամանակ, երբ հավատացինք։ Գրված է. գիշերն անցավ եւ ցերեկը արդեն մոտեցել է։ Այստեղ տեսնում ենք, բառացիորեն տեսնում ենք, որ ներկայացված է 3 ժամանակաշրջանը։ Մեր ներկան, մեր անցյալը, մեր ապագան։ Եվ հիմնականում կենտրոնացումը դա Քրիստոսի երկրորդ գալստյան վրա է, Քրիստոսի հարավոր գալստյան վրա է։ Բայց մենք տեսնում ենք, որ այս Քրիստոսի գալուստը այս խոսքի հիման վրա է գալի, որ ասում է, որ հիմա մենք մոտ ենք, ավելի մոտ ենք հիմա։ Մենք ավելի մոտ ենք, քան այն ժամանակ, որ հավատացինք, որովհետև արդեն իսկ լույսը մոտեցել է։ Այստեղ 3 ժամանակաշրջանն էլ Աստծո առաջին մեր համար է անցյալ, մեր համար է ապագա, բայց Աստծո աչքին ամեն բան մեր անցյալն ու ապագան ներկայի մեջ է, համաձայն ես։ Աստված չի բնակվում մեր անցյալի կամ ներկայի մեջ։ Մեր անցյալն ու ներկան են եւ ապագան են բնակվում Աստծո մեջ։ Լսին, Աստված հավիտենականության մեջ չի բնակվում, հավիտենականությունն է բնակվում Աստծո մեջ, որովհետև Աստված վեր է հավիտենականությունից։ Ամեն։ Եվ այստեղ շեշտադրված այս 3 ժամանակաշրջանն էլ Աստծո կողմից վերահսկվում են։ Եթե մեր անցյալում կան բաներ, որ վնասված են, Աստված կանա այն ոչ թե փոխի անցյալը, այլ բժշկի, նորոգի, մեր ներկան օժտի եւ մեր ապագայի համար խոստացված բոլոր խոստումներն էլ նա կարող է իրագործել։ Եվ տեսնում ենք, որ այստեղ շեշտադրված է, ասում է, որ գիշերը խավարը գուլ գնաց։ Հիմա տեսեք, գրված է, որ գիշերն անցավ եւ ցերեկը արդեն մոտեցել է։ Այստեղ բառացիորեն շեշտադրված է, որ գիշերն ու խավարը գուլ գնացին ցերեկին, գուլ գնացին լույսին, որովհետև գիշերվա խավարի ներկայությունը փաստում է լույսի բացակայության մասին, բայց երբ որ կարդում ենք, որ լույսը գալիս է, նշանակում է, որ արդեն իսկ խավարը գուլ է գնացել այդ լույսին, որովհետև ինքը լույսը, ասացի, դա հենց ինքը Աստվածն է եւ մենք իր որդիներն ենք։ Եվ հիմա լույսը մեր սրտերում, գալով մեր սրտերում, ինքը լույսը մեր մեջ բերում է, այսինքն լույսի պտուղներն ենք մենք մեր ներսում վայելում, ասա սրբություն, արդարություն, ճշմարտություն, բարիություն։ Ուրեմն, այս ամենը գիտակցելով, այս ամենը վերապրելով, Աստվածաշունչն ասում է, դեն գցենք, ասա, դեն գցենք խավարի գործերը։ Եկեք շեշտադրենք խավարի մի քանի գործերից՝ չարություն,
ատելություն, նախանձ, հպարտություն, մեղադրանք, չարախոսություն, դատապարտություն եւ էլի ու ավելի դրանց նման շատ ու շատ բաներ, որոնք պիտի մենք այսօր մեր սրտից, մեր կյանքից դեն գցենք, ամեն, որովհետեւ դրանք դուր են բացում դիվային ներգործությունների համար։ Այստեղ բարձ գրված է, մենք մեր կյանքից պիտի դեն գցենք ամեն չարությունը եւ այն ամենը ինչ որ դուր է բացում դիվային աշխարհի համար մեր կյանքում, այդ ամենը պիտի սիրով, գիտակցաբար, հոժարությամբ եւ Սուրբ Հոգու ներգործությամբ մեր կյանքից մի կողմ գցենք, ամեն։ Եվ ուրեմն գցելուց հետո մենք պիտի հագնենք լույսի զենքեր, հետևում եք խոսքին, մենք պիտի հագնենք լույսի զենքերը, ոչ թե այդ չարությունը մեր մեջ ունենալով այսպես որպես ծածկոց լույսի զենքերը գցենք մեր վրա, ոչ այլ մեր կյանքից հանենք, մի կողմ շպրտենք եւ հետո նոր հագնենք լույսի զենքերը, զգեստերը եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսով ուրեմն հանդերձավորվենք ամբողջությամբ հանդերձավորվենք Հիսուս Քրիստոսի զգեստերով եւ նորից շարունակությունում ասում է, որ նրա պատկերը, իրական բնապատկերը մեր կյանքում ընդգծվի, որ իր բնապատկերը մենք ընդունենք մեր կյանքի մեջ։ Եվ որպեսզի բնապատկերն ընդունենք մեր կյանքում, տեսանք, որ իրականությունը կայանում է սրանում, որ մենք գիտակցաբար մենք խավարի գործերը պիտի մեր կյանքից դուրս շպրտենք։ Ամեն։ Քանիսներս ենք ուզում, որ Քրիստոսի ամբողջական հենց բնապատկերը ընդգծվի մեր կյանքում։ Դա նշանակում է, որ ես ու դու պիտի որոշում կայացնենք, այն ամեն ինչ որ խանգարում է, խոչընդոտ է հանդիսանում մեր կյանքում, որպես հակառակորդից եկած, որ արգելք է հանդիսանում, որ մեր կյանքի մեջ ձևավորվի, բնութագրվի, այսպես ասած, ընդգծվի Քրիստոսի բուն պատկերը, հիմի այսօր ամենաճիշտ ժամն է մեր կյանքից մի կողմ դնելու։ Ամեն։ Եփեսացիների գրքում 4-րդ գլուխ 29-32 համարներում շարունակում է խոսքն ասելով, որ լինելով որպես արդեն լուսավորված, ընդունած լինելով արդեն իսկ Քրիստոսով եղող լույսը մեր կյանքում, շարունակությունում ասում է ուրեմն 29 համար, թող որ ոչ մի գեշ խոսք, ասա գեշ խոսք։ Եկեք մի փոքր այսպես հոմանիշներ տեսնենք այդ գեշ խոսքին, վատ խոսք, բացասական խոսք, մեղադրող խոսք, վիրավորական խոսք, դուրս չգա ձեր բերանից։ Այլ խոսեք միայն այն, ինչ որ բարի է, օգտակար է հավատքի նորոգության ու հաստատության համար, որպեսզի ձեզ լսողները լեցվեն Աստծո շնորհքով։ Ամեն։ Այստեղ արդեն մենք պիտի այդ որոշումը կայացնենք, որ մեր մտածելակերպի մեջ, մեր սրտի խղճմտանքի մեջ, մեր խոսակցականի մեջ, մեր բառապաշարի մեջ այլևս տեղ չտանք այդ վատ ու չար խոսքերին, այդ գեշ խոսքերին, որոնք ավիրում են մարդկանց հավատքը եւ ինչի՞ չէ հենց մեր կյանքն էլ ավիրում են մեր բերանից դուրս եկած խոսքերը։ Այլ խոսենք այնպիսի խոսքեր, որ կնորոգեն մարդու հավատքը, կվերականգնեն մարդու հավատքը եւ ինչի՞ չէ նաեւ մեր կյանքում եղող ավիրվածությունը եւ ասում է այնպես խոսես այնպիսի բաներ, որոնք շինություն եւ հաստատություն բերեն լսողի կյանքում եւ ասում է, որ լսողները լեցվեն Աստծո խոսքով։ Ամեն։ Ուրեմն, եթե այս ամենը գիտակցում ենք, եկեք որ հենց Սուրբ Հոգու օգնությամբ մենք ինքներս մեր ներսում կայացնենք այդ որոշումը եւ թույլ չտանք, որ մեր բերանը խոսի մի բան, որը Աստծո սրտին հաճելի չի եւ որն էլ կարա ավերի մարդկանց կյանքը եւ ինչի՞ չէ հենց նաեւ մեր կյանքն է։ Որովհետեւ եթե մենք մի բան խոսենք, որը Աստծո սրտին հաճելի չի եւ տեսանք, որ Աստված ասում է, որ դու բարի բան խոսիր, օգտակար բան խոսիր, շինության համար եղող բաներ խոսիր, եթե մենք ճիշտ հակառակը խոսենք, կնշանակի մենք ավելի շատ չարությանն ենք տեղ տալի, քան թե բարությանը, եւ կնշանակի, որ մենք ավելի շատ տրտմեցրեցինք այն Սուրբ Հոգուն, որը բնակվում է մեզանում, որովհետեւ մեր խոսքերը չպիտի լինի ավերիչ, չպիտի լինի ապականիչ, այլ պիտի լինի նորոգող, կառուցող, հաստատող,
Ամեն։ Եվ ասում է, որպեսի ձեզ լսողները, հետևում եք, չէ՞ խոսքին, ասում է, ձեզ լսողները լեցվեն շնորհքով։ Մի հատ հարց տուր ինքդ քեզ։ Իրականում դու վստահ ես, որ քեզ լսողը շնորհքով լսվում է, Աստծո շնորհքով լսվում է, հա։ Իրականում դու վստահ ես, եւ եթե դու ուզում ես այս խոսքի հիման վրա վստահություն ունենաս, նախ պիտի գիտենաս, թե դու ինչքան ես լցված շնորհքով, որովհետեւ եթե շնորհքով լցված ես, քո բերանից վատ, գեշ, Աստծո սրտին անհաջող խոսք դուրս չի գա։ Ամեն։ Քրիստոսով եղող Աստծո շնորհքը դա երամեկ Աստծո սուրբ երրորդության ամբողջական ներկայությունն է մեր կյանքում։ Հալելույա։ Քրիստոսով եղող շնորհքը դա Աստծո զորության ներգործությունն է մեր սրտերի մեջ։ Քրիստոսով եղող շնորհքը դա մի արտոնություն է, որ տրված է մարդ արարածին, որ ինքը կանգնի Աստծո շնորհքի գահի առաջ եւ իր կարիքի օգնության ժամանակ Աստծո գահիցը շնորհքն ու ողորմությունը առատապես ընդունի։ Դա Քրիստոսով եղող շնորհքն է։ Ամեն։ Եվ իմի 30-ում 4:30-ն ենք Եփեսացիներին։ Ուրեմն ասում է զգուշ եղեք, որ չտրտմեցնեք Աստծո Սուրբ Հոգին, որով կնքվեցիք փրկության օրվան համար, որովհետև Սուրբ Հոգին է միակ եւ լավագույն երաշխիքն ու փաստացի ապացույցը, որ մենք Քրիստոսով պատկանում ենք Աստծուն։ Սուրբ Հոգին, որ եկել է մեր մեջ, ոչ միայն փաստում է, որ մենք ժառանգորդն ենք Աստծու, այլ փաստում է, որ մենք պատկանում ենք Աստծուն։ Ամեն։ Աստված իր Սուրբ Հոգի շնորհել է մեզ որպես նշան եւ հաստատություն այն բանի, որ մենք պատկանում ենք իրան Քրիստոսով եւ որ Աստծո բոլոր խոստումների ժառանգորդն ենք մենք իր խոստմանը համաձայն։ Ամեն։ Եվ ուրեմն Սուրբ Հոգին տրտմեցնել նշանակում է ուշադիր եք, թե արդեն տրտմեցնում եք։ Սուրբ Հոգուն տրտմեցնել նշանակում է ինչ որ մի բան անել կամ ինչ որ մի բան խորհել կամ խոսել, որը հաճելի չի Աստծո Սուրբ Հոգուն, որը բնակվում է մեր մեջ։ Մենք մտածում ենք պիտի անպայման մարդու գլուխը ջարդենք, մարդու չգիտեմ ինչ թրատենք, հա, որ տրտմեցնենք Սուրբ Հոգուն, բայց բառացիորեն մենք տեսանք, Աստվածաշունչն ասում է գեշ խոսք դուրս չգա քո բերանից։ Իսկ գեշ խոսքը երբ է դուրս գալի բերանից, երբ որ մարդու սրտում գեշ մտքեր է այսպես ելումուտանում։ Չէ՞ ասում է մարդու բերանը խոսում է մարդու սրտի ավելցուկից։ Ուշադիր եք, ուրեմն տեսանք, որ Սուրբ Հոգին եկել է մեր վրա որպես կնիկ, որը միակ եւ լավագույն փաստարկն է, ապացույցն է, երաշխիքն է, որ մենք պատկանում ենք Աստծուն եւ որ մենք Աստծո բոլոր խոստումների ժառանգորդն ենք եւ որ Աստված իր խոստացված փրկությունը իրականացնում է մեր կյանքում ամեն ժամանակ։ Բայց Սուրբ Հոգուն տրտմեցնել նշանակում է, որ ինչ որ մի բան անել կամ ինչ որ մի բան խորհել կամ խոսել, որը հաճելի չի Աստծո Սուրբ Հոգուն, որը բնակվում է մեզանում։ Այո։ Նա մեզ երբեք չի լքի, ինչպես որ Հիսուսը Հովհաննես 14:16-ում ասեց. «Կգա Սուրբ Հոգին եւ ձեր հետ կլինի հավիտյան»։ Նա մեզ չի լքի։ Բայց շատ զգուշ պիտի լինենք մենք, որ չլինի թե Սուրբ Հոգին ունենալով մեր մեջ, մենք շարունակենք մարմնավորապես վարվել, գործել եւ ապրել։ Այլ Սուրբ Հոգին գալով մեր մեջ, մենք պիտի զգուշ լինենք, որ ամեն մեր մտածելակերպը, խոսակցականը, վարվելակերպը ու կյանքը ուրեմն հոգեվոր լինի, Աստծո սրտին հաճելի լինի։ Ամեն։ Որովհետև կարդում ենք Հռոմեացիների 8:6-ում կարդում ենք այսպես, որ որովհետև մարմնավոր մտածելակերպը ու վարմունքը դեպի մահ է տանում։ Լսում եք, մարմնավոր մտածելակերպը, մարմնավոր խորհուրդն ու վարմունքը դեպի մահ է տանում, իսկ հոգևոր ճշմարիտ խորհուրդը կյանք եւ խաղաղություն է շնորհում մեզ, ասա, կյանք եւ խաղաղություն է շնորհում մեզ։ Հոգևոր խորհուրդը։ Եվ նրանք, ովքեր որ մարմնավորապես են վարվում, մարմնավորապես են խորհում, մտածում,
նրանք գրված է չեն կարող Աստծո սրտին հաճելի լինել։ Հալելույա, ամեն։ Դա փաստում է, որ մարդը ընդունած լինելով Սուրբ Հոգին արդեն իր մեջ, գիտեք, հիմա մենք կարդում ենք Հռոմեացիների 8-րդ գլուխը, բայց արդեն Հռոմեացիների 5-ում գրված էր, 5-ում, որ Աստված իր Սուրբ Հոգով Աստծո սերը ներդրել է մեր մեջ։ Դա նշանակում է, որ հիմի այս խոսքը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր որ արդեն Սուրբ Հոգին ունեն, բայց դա նշանակում է, որ Սուրբ Հոգին ունեցողներից շատերը դեռ շարունակում են մարմնավորապես մտածել, մարմնի ցանկությունները կատարել, խորհել մարմնի մտքով եւ ապրել մարմնավոր կյանքով։ Դրա համար էլ գրված է, որ այդ տեսակները Աստծուն հաճելի չեն։ Նշանակում է, որ այդ տեսակները արդեն իսկ Սուրբ Հոգուն տրտմեցրել են։ Հիշեք, որ դա այն Սուրբ Հոգին է, որը փաստում եւ հաստատում է, որ մենք պատկանում ենք Աստծուն եւ Աստծո բոլոր խոստումները մենք ժառանգում ենք եւ Աստված իր խոստումները իրականացնում է մեր կյանքում։ Ուշադիր եք։ Սուրբ Հոգուն տրտմեցնել նշանակում է տեղ տալ, առիթ տալ, իրավունք տալ Սատանային եւ ուրախացնել Սատանային։ Գրված է 4:27-ում Եփեսացիների գրքի 4:27-ում Սատանային տեղիք մի տվեք, Սատանային առիթ մի տվեք։ Եվ մենք կարդացինք, որ մինչ այդ խոսքն ասում էր, որ որևիցե մեկը իր շուրթերով չխոսի վատ, գեշ կամ անօգուտ, անպիտան խոսքեր, այլ ամեն բան խոսեք, որ լսողը շինվի, կառուցվի, հաստատվի, լսողը Աստծո շնորհքով լցվի։ Եվ ուրեմն, եթե մի բան խոսում ես, որ դա Աստծո սրտից եղած չի, Աստծո սրտին հաճելի չի, դա նշանակում է, որ դու ուրախացրեցիր Սատանային եւ տեղիք տվեցիր Սատանային եւ տրտմեցրեցիր բնականաբար Սուրբ Հոգուն։ Եվ իմի մարդը ինքը պիտի որոշի, ում է տրտմեցնելու, ում է ուրախացնելու, ում է մերժելու եւ ում է տեղ տալու իր կյանքում։ Սատանային, թե Սուրբ Հոգուն։ Ես կրկնում եմ, որ այս խոսքերը, որ իմի գրված է, թեպետ արդեն կարդում ենք Եփեսացիների գրքում, բայց մենք գիտենք, որ հենց առաջի գրքում Աստծո խոսքն ասում է, որ Եփեսացիները եւ բոլոր նրանք, ովքեր հավատացին փրկության ավետարանի խոսքին, Սուրբ Հոգու կնիքն ընդունեցին։ Սուրբ Հոգու կնիքը ընդունել, քաղցր ջան, դա չի նշանակում, որ դու այլևս չես ունենալու Աստծո սրտին ոչ հաճելի մտքեր։ Սուրբ Հոգին ընդունելը երաշխիք չի, որ դու այլևս չես ունենալու Աստծո սրտին ոչ հաճելի միտք, խորհուրդ կամ կյանք։ Սուրբ Հոգին ընդունած լինել դա նշանակում է, որ դու օրեցօր Սուրբ Հոգու գերագույն զորության ներգործության միջոցով պիտի ազատագրվես անաստվածային մտքից, խորհուրդներից եւ ապրելակերպից։ Ամեն ասում ես։ Ուրեմն դու ես որոշում տվյալ պահի մեջ տեղ տա Սատանային, թե ոչ։ Դու կմտածես բնականաբար ես տեղ չեմ տալի Սատանային, դե քո կայսկով ով պետք է ասի ես տեղ եմ տալի Սատանային, բայց Սատանային տեղ տալ նշանակում է ընդունել նրա խորհուրդները, ընդունել մարմնավոր խորհուրդները։ Սատանային տեղ տալ նշանակում է ընդունել այն, ինչ որ Սատանան, այսպես ասած, գծում է քո մտքի մեջ։ Ատելություն, նախանձություն, հակառակություն, չարախոսություն, մենք կարդացինք արդեն, որ ամեն չար բաները մենք մեր կյանքից պիտի մի կողմ վանենք, որպեսզի հագնենք Քրիստոսի հանդերձները, լույսի զգեստները եւ մեր վրա ընդգծվի Քրիստոսի բնապատկերը։ Ամեն։ Ուրեմն տեսանք, որ Եփեսացիների 4:30-ում բացահայտ եւ փաստացի կերպով ասվում է նորից, որ Սուրբ Հոգին դա Աստծո կնիքն է մեր սրտերում եւ Սուրբ Հոգին դա միակ լավագույն երաշխիքն է ու ապացույցն է այն բանի, որ մենք պատկանում ենք Քրիստոսին եւ որ Քրիստոսով պատկանում ենք Աստծուն եւ որ Աստծո բոլոր խոստումների ժառանգորդն ենք եւ որ Աստծո փրկությունը կատարվում է մեր կյանքում։ Ամեն։ Ուրեմն տրտմեցնել Աստծո Սուրբ Հոգուն դա նշանակում է գիտակցաբար կամ անգիտակցաբար, ինքնաբերաբար թե մտածված կերպով մերժել Քրիստոսին, Սուրբ Հոգուն, նշանակում է, որ անձը հրաժարվեց, զրկվեց այս ամեն օրհնություններից, որ Սուրբ Հոգին որպես կնիք ու հաստատություն բերել է մեր կյանքում։ Հասկանում ես։ Տրտմեցնել Սուրբ Հոգուն նշանակում է
փակված լինել, զրկված լինել Աստվածային ամբողջական ներկայությունից եւ ճիշտ ու առողջ հաղորդակցությունից։ Դուք ասես, բայց չէ որ ես ծառայություն եմ մատուցում, բարի։ Ծառայություն մատուցելը երաշխիք չի, որ դու Սուրբ Հոգու հետ ունես առողջ կենդանի հաղորդակցություն, լսում ես։ Սուրբ Գիրք կարդալը դա երաշխիք չի։ Աղոթք կանելը դա երաշխիք չի։ Ծոմ պահելը երաշխիք չի։ Կոչում, պաշտոն, ծառայություն, պարգևներ գործածելը դա երաշխիք չի։ Ամեն։ Երաշխիքը դա կայանում է քո ու Աստծո միջև եղող առողջ հարաբերության մեջ։ Առողջ հարաբերության մեջ երաշխիքը կայանում է նրանում, որ քո մեջ արդեն ընդգծված է Քրիստոսի ամբողջական բնապատկերը։ Ամեն։ Ալելույա։ Մարդիկ շատ հաճախ ուզում են Աստծո օրհնությունը, բայց չեն ուզում օրհնող Աստծուն ունենալ իրենց կյանքում, ինչպես արդեն Պարաբանության խումբն դա հաստատեց։ Մարդիկ ուզում են ունենալ Աստծո բժշկությունը, բայց ոչ բժշկող Աստծուն։ Ուզում են ունենալ Աստծո ներկայությունը, ներումն ու ազատագրությունը, բայց ոչ բուն Աստծուն։ Ուզում են ունենալ Աստծո պահպանությունը, բայց Աստծո ներկայությունը չեն ուզում ունենալ։ Դա հենց խոսում է այն մասին, որ մարդը առողջ կենդանի հարաբերություն, հաղորդակցություն չունի Աստծո հետ։ Դու աղոթների մեջ ասում ես, Տեր, ես ուզում եմ քո փառքը տեսնեմ։ Բարի Տերն ասում է, բաց արա սիրտդ, հնազանդություն ցուցաբեր իմ խոսքից, վստահի ինձ եւ կտեսնես։ Դա միայն խոսք է, որ ասում ես, եթե դու ուզում ես Տիրոջ փառքը տեսնես, իսկ ինչ ես անում, որ տեսնես։ Միայն արտահայտում ես քո սրտի ցանկությունը, գիտես, շատ հաճախ մարդը ուզում է իր սրտի ցանկությունն իրականացնի, բայց փառք Աստծո, որ Աստված չի տալի մեր սրտի ցանկությունը, այլ տալիս է այն, ինչի կարիքը անձը իրապես ունի երկրի վրա ապրելով հանդերձ։ Ամեն։ Եվ հենց Աստծո Սուրբ Հոգու կնիքը մեր սրտերում լինելով, արդեն իսկ դա ամեն բան, ասեցինք, որ իրականացնում է Սուրբ Հոգին մեր մեջ, փաստում ու հաստատում է, բայց եկեք որ այնպես ապրենք, որ չտրտմացնենք Աստծո Սուրբ Հոգուն։ Ամեն։ Եվ որպեսի չտրտմացնենք Աստծո Սուրբ Հոգուն, նորից դիմում ենք Ավետարանին, ինչ անենք, որ չտրտմացնենք։ 31-ում, 4:31-ում նորից ասվում է. ամեն դառնություն, ամեն բարկություն, ամեն վիրավորանք, ամեն աղաղակ, ամեն հայոյություն եւ չարություն արմատախիլ արեք ձեզանից։ Ամեն։ Քանիստերս ենք պատրաստ այսօր ինչ որ այս հատկանիշները խոսվեց արմատախիլ անենք մեզանից։ Նորից ամեն դառնություն, հետևում եք ձեր մոտ կա, չէ՞։ Ամեն դառնություն, ամեն բարկություն, ամեն վիրավորանք, ամեն աղաղակ, ամեն հայոյություն եւ չարություն արմատախիլ արեք։ Այսինքն թե ինչը որ խոչընդոտ է քո ու Աստծո միջև, ինչը որ խոչընդոտ է քո սրտում, որ արգելք է հանդիսանում Սուրբ Հոգու հետ առողջ հաղորդակցությանը, ինչը որ կնպաստի, որ Սուրբ Հոգին տրտմի քո կյանքում, իսկ այն ինչ որ Աստծո Սուրբ Հոգուն հաճելի չի, դա նպաստում է, որ տրտմին է։ Այսօր այդ ամենը ինչ որ չի նպաստում քո առողջ հաղորդակցությանը եւ ինչ որ արգելք է հանդիսանում այդ չար ամեն բաները, պատրաստ ես արմատախիլ անես։ Մի աղոթի Տեր արմատախիլ արի։ Եթե քո կամքն է արա, ոչ։ Սա թողված է մարդու որոշման վրա։ Դու ինքդ ես կայացնում այդ որոշումը։ Դու այսօր աղոթում ես. Տեր, ես արմատախիլ եմ անում, հետո արավոտ արթնանում ես, նույն արմատներով դեռ շարունակում ես ապրել, դառնությամբ, տրտմությամբ, մեղադրանքով, չարախոսելով։ Ուրեմն, եկեք լրջորեն արմատախիլ անենք այդ ամենը մեր կյանքից։ Մեր կյանքում եղող ամեն անաստվածային ներգործությունները եւ այն ամեն ինչ որ հաճելի չի Աստծուն, արմատախիլ անենք Սուրբ Հոգու միջամտությամբ, Սուրբ Հոգու օգնությամբ։ Ամեն։ Եվ դա անելու համար կարդացինք Հռոմեացիների 13-ում հիմա ամենահարմար ժամանակն է։ Ներկա ժամանակում պիտի անենք, ոչ թե ապագայում։ Եթե չենք էլ հասցրել անցյալում անենք կամ ոչ ամբողջական ենք արել անցյալում, բայց իրականը հիմա ճշմարիտ ժամանակն է։ Հիմա արմատախիլ անենք այդ ամենը Տիրոջ փառքի համար, որ մենք կարողանանք առողջ ու ճշմարիտ հաղորդակցություն ունենանք եւ իրարի հետ բնականաբար
եւ Աստծո հետ է։ Ամեն։ Գնացինք առաջ։ 32 համարում գրված է 4-րդ գլուխն ենք Եփեսացիների գրքի 32 համար։ Իրարի հետ քաղցր եղեք, ասա քաղցր եղեք։ Ոչինչ որ դուք օֆենդարն ես սիրում, բայց այստեղ գրված է որ իրար հետ քաղցր եղեք։ Գթած եղեք, քաղցր նշանակում է գթարած լինել։ Իրարի ներեք։ Հələ ում չես կարեցել ներես նա իրան։ Ուրեմն տեսեք։ Գրված էսպես 32-ն ենք։ Իրար հետ քաղցր եղեք, գթած եղեք, իրարի ներեք, ինչպես որ Քրիստոսն է ձեզ ներեց։ Ինչպես որ Աստված Քրիստոսով ձեզ ներեց, ամեն։ Հիմի հարց, դու որ ասում ես անձին ներել եմ, եւ այդ անձը, ասենք, քո ավակն է, քո եկեղեցու անդամն է, վերջը քո մտերիմն է, ասենք, նես չի որ ասենք, չգիտեմ, թուրքն է կամ ու դու ասում ես ներել եմ իրար։ Հիմի հարց, ասում է, ներեք այնպես, ինչպես Քրիստոս, Աստված Քրիստոսով ձեզ ներեց։ Գթարակ լինեք նրանց հանդեպ այնպես, ինչպես դուք ընդունեցիք Աստծո գութը Քրիստոսով։ Քաղցր եղեք նրանց հանդեպ այնպես, ինչպես դուք Աստծո քաղցրությունը Քրիստոսով ընդունեցիք։ Դա նշանակում է բացահայտ կերպով ավետարանը մեզ ասում է, որ դու ընդունած լինելով Աստծո շնորհքը, Քրիստոսով եղող քաղցրությունն ու գութը, Աստծո ներումը, դու ինքդ այդպես վարվիր մարդկանց հետ։ Հարց տուր քեզ։ Իրականում դու հենց այդպես ես վարվում, ինչպես Քրիստոսն է քո հետ վարվել։ Թե դու ասում ես ինքնարժանի չի։ Մտում ես ու դու արժանի էինք, որ Հիսուսը մեր հետ այդպես վարվեր, ինքն էլ արժանի չի, հա։ Ուրեմն եկեք սրա վրա մտածենք։ Չլինի թե մեր այս մտածելակերպով, մեր այս սրտի խորհուրդներով ու վարմունքով, չլինի թե հանկարծ տրտմացնենք Սուրբ Հոգուն։ Արդեն իսկ ասվեց, տրտմացնել Սուրբ Հոգուն նշանակում է ինքնաբերաբար հրաժարվել ակամայից թեպետ, թեկուզ հրաժարվել աստվածային ամբողջական խոսմունքներից, օրհնություններից եւ իր հետ ունեցած առողջ ու ճիշտ հաղորդակցությունից։ Կարդում ենք Եփեսացիների գիրքը 5-րդ գլուխ 8-ից 10 եւ 14-ները։ Եվ այնտեղ գրվում է այսպես. Անցյալում մենք ամենքս թանձր խավարի մեջ էինք։ Դա մեր անցյալն է։ Յուրաքանչյուրս մեր անցյալ կյանքում եղել ենք թանձր խավարի մեջ։ Բայց հիմա, միաբանվելով մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին լուսավորվեցինք։ Ալելույա։ Տեսնում ենք մեր անցյալը խավարի մեջ է։ Հիմա արդեն իսկ լուսավորվել են Քրիստոսով, բայց դեռ մեր հիշողության մեջ, մեր սովորության մեջ, մեր այսպես մտածելակերպի մեջ դեռ շարունակում է գործել խավարից մնացած միտքը, զգացմունքները, սովորությունը, ապրելակերպը։ Դրա համար կարդացինք, որ մենք դա պիտի ինչ անենք, արմատախիլ անենք, այսօր, հիմա, այստեղ Հիսուսի անունով։ Եվ կարդում ենք այսպես, որ բայց հիմա ընդունելով մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին լուսավորվեցինք եւ հիմա մենք լուսավորվելով այդ լույսով պատկանում ենք լույսին։ Ուրեմն եկեք որ ապրենք լույսի որդիներին վայել կերպով։ Քանիսներս կարող ենք ասել, որ այո, ամեն, մենք ապրում ենք լույսի որդկանցը վայել կերպով։ Մենք ոչ միայն, այստեղ կարդում ենք, ոչ միայն լուսավորվեցինք, այլ նաև լույսի որդիներ կոչվեցինք, ամեն։ Եվ լույսի որդիներ կոչվեցինք, որովհետև ավետարան ասում է, որ Աստված լույս է, եւ մենք իր որդիներն ենք։ Եվ լույսի որդիներ կոչվեցինք, դա դեռ հələ քիչ է, Հիսուս Քրիստոսը Մատթեոս ուրեմն 5:14-ում փաստում ու հաստատում է, եւ ասում է, որ դուք աշխարհի լույսն եք։ Դուք աշխարհի լույսն եք։ Եվ իմի մտածիր ես մասին, դու ապրում ես լույսի որդկանց վայել կերպով, դու ապրում ես ոնց որ աշխարհի լույսը, թե ինչ որտեղ զգում ես, որ աշխարհը կամաց
լուսավորում է քեզ։ Իրա խավարով։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Եթե դու աշխարհից տեղ ես տալի քո կյանքում, աշխարհի եկած առաջարկած միտքը, զգացմունքները, աշխարհային գործելակերպը, ապրելակերպը, դա նշանակում է ոչ թե դու ես աշխարհի լույսը, դա նշանակում է, որ դու բաց ես աշխարհի ներգործությունների համար։ Եվ եթե մարդը բաց է աշխարհի ներգործությունների համար, բաց է բոլոր տեսակի դիվային ներգործությունների համար։ Ինն ենք արդում, իմացած եղեք, բացել եք, չէ գիրկը, Եփեսացիների 5:9, իմացած եղեք, որ լույսի պտուղները որոնք են լույսի պտուղները կարդում ենք, ասա, բարություն, արդարություն եւ ճշմարտություն։ Դա լույսի պտուղներն են։ Բայց տեսանք, որ խավարի գործերը, չարություն, չէ, հակառակություն, ատելություն, նախանձ եւ մնացած էլի այդպիսի բաներ, որոնք Աստծո սրտին հաճելի չեն։ Հիմի իմացանք, որ լույսի պտուղն է բարություն, ուրեմն արդարություն եւ ճշմարտություն։ Տեսնում ենք, որ լույսը գալով մեր մեջ ոչ միայն լուսավորեց մեզ, ոչ միայն լույսի որդին էլ դարձրեց մեզ, ոչ միայն զգեստավորեց մեզ, ոչ միայն Քրիստոսի լույսի ուրեմն զենքերը բերեց մեր վրա, այլ նաև այստեղ ասում է, որ այդ պտուղը բերեց։ Դու ունես այդ պտուղը, ասա բարություն, արդարություն, ճշմարտություն։ Դա Սուրբ Հոգու պտուղն է։ Դա ոչ թե դու պիտի ասես իմ ներսում կա, դա քո հարաբերությունների մեջ, հաղորդակցությունների մեջ, շփման մեջ պիտի բացահայտ երևնա։ Քո անհատական կյանքում, ընտանիքում, եկեղեցում, դրսինների հետ դա պիտի երևնա, որովհետև դու լույսի որդին ես եւ դու այս լույսի պտուղները ունես քո կյանքում։ Ամեն։ Ամեն։ Այդքան քիչ ունեին։ Ամեն։ Ամեն։ Հալելույա։ Ուրեմն բարությունը դա լույսի բնությունն է, ասա, լույսի բնություն։ Եթե դու ասում ես, որ դու լույսն ընդունել ես քո մեջ, լույսի պտուղը կա քո մեջ, բարությունը լույսի բնությունն է, այսինքն դու ընդունել ես լույսի բնությունը, լույսն Աստված է։ Ամեն։ Դու ընդունել ես Աստծո բնությունը, արդարությունը, ասա արդարությունը։ Դա ճշմարիտ ճանապարհը եւ միակ միջոցն է, որով լույսը պտուղ է բերում մեր մեջ։ Ամեն։ Եվ եթե դու ընդունում ես, որ արդեն իսկ ընդունել ես լույսի բնությունը, բա ուր է այդ բարությունը, արդարությունը քո հարաբերությունների մեջ։ Ում հետ ընկերակցում ես, ինքը կարա փաստի, որ դու իրոք այդ բարությունը ընդունել ես, որ դու իրոք այդ արդարությամբ ես վարվում իր հետ, հա։ Ճշմարտությունը տեսանք երրորդը։ Ճշմարտությունը դա հենց ինքը Քրիստոսն է, որն է ինքը Սուրբ Հոգին է, ամեն, որի լույսի արդյունքում մենք այդ պտուղ, որի ներգործության արդյունքում մենք լույսի պտուղն ենք ընդունում մեր կյանքում եւ հենց լույսի որդիներն էլ դառնում ենք եւ ունենում ենք լույսի բնությունը, այսինքն դառնում ենք բարի Քրիստոսի նման։ Ամեն։ Հալելույա։ Եվ դառնում ենք եւ վարվում ենք արդարությամբ եւ մեր կյանքի ընթացքում բացահայտ երևում է Աստծո ճշմարտությունը մեր ամեն հարաբերությունների մեջ։ Կարող ենք փաստել, որ այդպես է։ Մենք կուզենանք, որ այդպես լինի, բայց անկեղծ ասած, ես ու դու հոլավ գիտենք, որ այդքան էլ այդպես չենք ապրում մարդկանց հետ Աստծո առաջին։ Դրա համար հիմա այս ամեն հնարավորությունը մեզ շնորհված է, որ այս պահից լուսավորվելով Աստծո լույսով սթափվենք, քնից արտանանք եւ տեսնենք ինչ բաներ կա մեր կյանքում, մեր սրտում, որ Աստծո առաջ հաճելի չեն եւ պիտանի չեն մեր հոգեվոր կյանքի համար, արմատախիլ անենք դա մեր կյանքից։ Թեկուզ դժվար է, ցավոտ կլինի, բայց օգտակար է եւ Աստծուն հաճելի։ Ամեն։ Ուրեմն լույսի պտուղները, որը բարություն, արդարություն եւ ճշմարտությունն է, դա հենց Սուրբ Երրորդության համատեղ եւ համահունչ ներկայությունն է մեզանում։ Բարությունը դա վերաբերվում է ուրեմն Հայր Աստծուն, որովհետեւ տեսնում ենք Մատթեոս 19:17-ում Հիսուսն ասում է. բարի չկա, Աստծուց բացի մեկն էլ չկա։
բարությունը, որ լույսի բնությունն է, դա ամիջապես վերաբերվում է ուղղակիորեն հենց Աստծո բնությանը, որ մենք ընդունում ենք Աստծո բարությունը մեր մեջ։ Ասեցի, որ այս պտուղները բարություն, արդարություն եւ ճշմարտություն դա սուրբ երրորդության համատեղ եւ համահունչ ներկայությունն ու գործունեությունն է մեր կյանքում։ Ամեն։ Բարությունը վերաբերվում է Հայր Աստծուն, որովհետեւ Աստծուց բացի բարի չկա, մեկն էլ չկա։ Արդարությունը դա վերաբերվում է Որդի Աստծուն, որովհետև ինքը Քրիստոսն է արդարը եւ արդարացնողը ամեն հավատացողին, եւ մենք բոլորս էլ արդարացանք Հիսուս Քրիստոսով։ Ամեն։ Դու դա կարող ես կարդալ Հռոմեացիների 5-ում, 5:1-ում, 17-ում, 18-ում, 21-ում, Հռոմեացիների գրքում եւ Առաջի Կորինթացիներ 1:30-ում։ Ուրեմն, դե իսկ ճշմարտությունը դա միանշանակ վերաբերվում է Սուրբ Հոգուն։ Ամեն։ Որը ճշմարտության հոգին է, որն էլ բնակվում է մեզանում եւ մեր սիրտն ու միտքը դարձնում է պտղաբեր եւ Աստծուն սրտին հաճելի։ Ուրեմն այս ամենը իմանալով հանդերձ կարդում ենք 5:10 ամեն ժամանակ ջանք արեք, արդեն նորից այստեղ մեր ջանասիրության մասին է խոսքը։ Ես ու դու ամեն ժամանակ ջանք անում ենք, որ անենք միայն այն, ինչ որ Աստված ակնկալում է մեզանից։ Հետևում ես խոսքին քաղցր ջան։ Այստեղ գրված է ամեն ջանք արա, որ անես միայն այն, ինչ որ Աստված ակնկալում է քեզանից։ Բայց նայում ես շատ հավատացյալների կյանքին, ոնց որ տրամադրված ամեն բան անում են, որ հակառակն անեն Աստծուն։ Իսկ այստեղ շեշտադրված է, որ ամեն բան արա, ինչ որ Աստված է ակնկալում քեզանից։ Դու կասես, ես ինչ իմանամ Աստված ինձնից ինչ է ակնկալում։ Բա քաղցր ջան, բա այս մեր ժամանակարդում ենք այս համարները։ Ասում է, բարի բան խոսի, չար բան մի խոսի, բա չես իմանում ինչ Աստծո կամքը արտահայտված է իր խոսքի մեջ։ Ամեն։ Աստված ինքը ակնկալում է մեզանից, որ մենք լույսի որդիներին վայել կերպով ապրենք։ Մեկ նախադասությամբ ասված։ Իսկ ինչպես ենք մենք վարվում մեր հարաբերությունների մեջ, անկեղծ ասած։ Մեր անձնական կյանքում, ընտանիքում, եկեղեցում եւ դրսինների հետ արդյոք վարվում ենք լույսի որդիներին վայել կերպով։ Ալե հիշի, դու հիշում ես թե քո հետ ոնց են վարվել, հետի հետո, բայց ալե հիշի դու ոնց վարվեցիր։ Չասեմ այստեղ գալուց առաջ, որ ասես տեսել եմ, չէ, այլ ինչպես վարվեցիր այն իրավիճակներում, որ հենց Աստված թույլ էր տվել, որ քո ներսում բացահայտվեր այդ մարդու աչքերի առաջին, որ դու ունես այդ բարությունը, ունես այդ արդարությունը, ունես այդ ճշմարտությունը, բայց ոչ, այս ամենը մի կողմ դրած դու քոնը ցույց տվեցիր։ Ինչ որ իրականում կար քո սրտում, որն հեչ Աստծուն հաճելի չէր։ Ասա որ այդպես չէր։ Դա նշանակում է, որ մենք պիտի սթափվենք եւ ամեն մեկս ջանք անենք, որ ապրենք այնպես, անենք այնպես, ինչ որ Աստված ինքը ակնկալում է մեզանից։ Յուրաքանչյուրս ակնկալում ենք Հորից։ Ինչ որ բարի բան անելու, որ ինքը պիտի անի մեր կյանքում բարի, ինքը թեպետ որ արդեն իսկ արել է Քրիստոսի միջոցով, բայց մենք հələ ասում ենք, հələ սպասում ենք, արա, բայց ինքն էլ մեզանից ակնկալիք ունի, քաղցրներ ջան։ Որքանով ես պատրաստ, որքանով ես ջանք անում, որ իր ակնկալիքը իրականացնես, իր համար, իր փառքի համար, իր սիրտը հաճեցնես, լսի։ Եթե դու Աստծո ակնկալիքը չես իրականացնում, դու ուրախացնում ես սատանային եւ տրտմեցնում Սուրբ Հոգուն։ Եթե դու ամեն բանում իրականացնում ես Աստծո ակնկալիքները, դու Սուրբ Հոգուն տեղ ես տալի եւ տրտմեցնում ես սատանային։ Իմի մարդն է որոշում, ում ուրախացնի, ում տրտմեցնի, ում տեղ տա եւ կամ ում մերժի, դու ես որոշում։ Եվ սա նես չի, որ մի անգամ որոշել ես քո կյանքի ընթացքում, երբ որ Հիսուսին ասել ես Տեր ու վերջ, ոչ, այդ ժամանակվանից սկսվել է քո ամեն օրվա չէ, ամեն ակնթարթ եղող որոշումը, որ դու պիտի ապրես ճիշտ այնպես, ինչպես որ Աստծո սրտին հաճելի է։ Ամեն։ Իմի, հենց իմի, քո այս պահի մեջ, դու չէ որ զգում ես, դու այստեղ նստած ես, բայց միտքդ մի տեղ է, որտեղ Աստծուն հաճելի չի։
ու դու հաստատական մտածում ես, որ Աստծուն հաճելի բաներ ես անում։ Քաղցր ջան։ Ստափվի, արթնացի, որովհետև մենք Աստծո հետ է մեր գործը, ոչ թե մարդկանց հետ։ Դու կարող ես մարդկանց ցույց տաս, որ այստեղ ես, ալելույա, լավ, դու ֆիզիկապես այստեղ ես, բայց միտքդ հələ հերու է գնացել։ Մի քիչ էլ դա էլ դժվար էլ հետ կա, հետ բեր քաղցր ջան։ Ուրեմն կարդում ենք 14-ը, 5-14-ը Եփեսացիների գրքին, լույսը ամեն բան հայտնի է դարձնում, ասա, լույսը ամեն բան հայտնի է դարձնում։ Դες խավարի մեջ ժամանակը չի ելիքի որոշ օրինակներ ասեմ, բայց խավարի մեջ կարծես թե ամենքս ապահով ենք, որ ոչ մի բան հայտնի չի դառնում, բայց գրված է, երբ որ լույսը եկել է, լուսավորվել են, չէ, լույսը ամեն բան հայտնի է դարձնում։ Աստծո լույսի ներքո երևում է քո սրտի իրական կարգավիճակը, որ քեզ թվում էր, որ ուղիղ է, բայց չէ, դու հոլավ գիտես։ Հələ Աստծո լույսի ներքո նայա։ Քո սրտի դիրքի կարգավիճակը։ Դու կասես, էլի կպար իմ ցավոտ տեղին։ Այս ես չի որ կպնում եմ քաղցր ջան, ես այստեղ կանգնած, դու տեղ նստած։ Աստծո Սուրբ Հոգին է կպնում այդ ցավոտ տեղին։ Որովհետև Աստված ուզում է, որ դու այդտեղ եղու ամեն չար բանը արմատախիլ անես, բայց դու մտածում ես, գոնես մեկը պահեմ, ես իմ հիշողությանս լավագույն պահն է, բայց դա քո դառնությունն է, դառնության արմատն է, հասկանում ես։ Ես չեմ ասում, որ դա պարտադիր կարա մեղք լինի, դա չէ, մեղքի հարցում դու Աստված ես, դու գիտեք, բայց այդտեղ կարա լինի օրինակ քո մահացած հարազատի հիշողությունները, որ ամեն անգամ անդրադառնում ես այդտեղ, մի հատ դառնություն է պատում քեզ, մի հատ սուք է պատում քեզ, մի հատ ողբ է պատում քեզ, խորը վիշտ ու ցավ է պատում քեզ, ու դու մտածում ես, դու դեռ հաճելի ես դառնում Աստծո սրտին, ու դու մտածում ես, որ Աստծո Սուրբ Հոգին այդտեղ իրան լավ ազգում, ոչ, դառնության մեջ իսկի մենք լավ չենք զգում, քաղցրներ ջան, ուր մնաց Աստծո Սուրբ Հոգին, համաձայն ես։ Ամեն բան Աստծո լույսով լուսավորվում է, ամեն բան Աստծո լույսը հայտնի է դարձնում, եւ ահա թե ինչի, Պողոս Արաքյանն ասում է, ահա թե ինչի, Եփեսացիների գիրքն ենք կարդում, չէ՞, Պողոս Արաքյանն է, հենց եք նայում, ոնց որ ուրիշ բան ասեցիք։ Պողոս Արաքյանը Եփեսացիների գրքում ասում է, ահա թե ինչու է Սուրբ Գիրքը ասում, թե արթնացիր ով քնած։ Եվ վեր կաց ու կանգնիր մեռած կարգավիճակիցը եւ Քրիստոսը կլուսավորի քեզ։ Ամեն։ Մենք տեսանք, որ հիմա է լավագույն ժամանակը արթնանալու։ Հիմա է լավագույն ժամանակը մեռած կարգավիճակից կանգնելու եւ հիմա է Քրիստոսի ամբողջական լույսով լուսավորվելու։ Եթե ես ու դու մեր սրտումը որոշում կայացնենք, ասելով, որ այո, մենք լույսի որդիներ ենք, այո, մենք փափակում ենք ամբողջությամբ լուսավորվելու եւ վարվելու Աստծո լույսով, ինքը Սուրբ Հոգին մեր կյանքում այս ամենը կիրականացնի։ Ուղղակի ես ու դու մեր սրտերը պիտի բացենք Աստծո ներկայության մեջ եւ հենց Սուրբ Հոգու առաջին։ Եթե իհարկե ուզում ենք, որ Աստծո լույսով ամբողջապես լուսավորվենք։ Խավարը կուլա գնացել լույսին, հարազատս։ Ահա լույսը ասում է, ահա մոտեցել է։ Ուր որ է դա խոսում է Քրիստոսի փառավոր գալստյան մասին, ուր որ է Տերը հասնելու է իր խոստման համաձայն, բայց մենք սպասելով մեր Աստծուն, մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ իր խոստման համաձայն պիտի գա իր փառքով եւ զորությամբ, որքանով ենք պատրաստ անում մեր սիրտը, միտքը, վարմունքը, ապրելակերպը Աստծո լույսով լուսավորված, թե խավարի ծածուկ գործերի մեջ եղած։ Քրիստոսի երկրորդ եւ փառավոր գալստյանը սпасելով Աստված ակնկալիք ունի մեզանից, որ մենք սпасենք նրան եւ մեր սրտերը պատրաստելով սпасենք նրան։ Համաձայն ես։ Եվ եթե կան մարդիկ, որոնք իրենց մեջ արդեն իսկ որոշում կայացրեցին, որ այլևս տեղ պիտի չտան սատանային, որ այլևս պիտի նրան չուրախացնեն, որ այլևս նրա
ցանկություններն ու մտադրությունները պիտի չիրականացնեն, այլ միայն պիտի խոսեն բարի բաներ, շինության համար, Աստծո սրտին հաճելի եղող բաներ, որ այս ամենի մեջ Սուրբ Հոգին էլ ավելիով գործի մեր կյանքում, եկեք գանք Տիրոջ առաջին ու ասենք այո Տեր։ Մեր փոխարեն դու այս աղոթքը ոչ մեկի փոխարեն չես կարող անես։ Ամեն մարդ պիտի ինքն անձամբ որոշի, որովհետև հավատքը դա անհատական է, փրկությունը դա անհատական է, Աստծո հետ ունեցած հաղորդակցությունը, կապը դա անհատական է։ Այո, դու կարող ես մեկի համար աղոթես, որ նա բժշկվի, նորմալ է, իր կյանքում փոփոխություն կա, նորմալ է, բայց այստեղ հիմի անձնական որոշում է պետք, որ անձը ինքն է որոշում, որ ինքը պիտի մերժի հակառակորդի ամեն մտադրությունները, ներգործությունները, ինչ որ ամեն ժամանակ առաջարկում է հավատացյալին, դու դա պիտի մերժես։ Դրա համար ասում է արթուն եղիր, սթափվիր, կանգնիր մեռած կարգավիճակից եւ Քրիստոսը կլուսավորի։ Արթնանալ եւ կանգնել մեռած կարգավիճակից դա մարդու դիրքորոշումն է։ Ասում ես հիմա եմ անում դա Տիրոջ առաջին եւ Տիրոջ խոսքը ասում է եւ Քրիստոսը կլուսավորի քեզ։ Քրիստոսի լույսը, ավետարանի փառքի լույսը գալիս է մեր կյանքում հավատքի միջոցով եւ ավետարանի փառքի լույսը, որ հենց Քրիստոսն է Իրանից նա ծագում այդ լույսը եւ Քրիստոսը ինքը աներևույթ Աստծո բնապատկերն է, որով էլ մենք պիտի ընդգծվենք մեր առօրյա կյանքի մեջ Հիսուսի անունով։ Ամեն։ Բայց շատ հավատացյալների կյանքում նկար կա, ինչ նկար են ասում, abstract նկար, որ նայում ես հավատացյալին չես կողմնորոշվում, ինքան հավատացյալ է թե անհավատ, abstract է, ինչ որոշես կորոշես, բայց կան հավատացյալներ, որոնց կյանքում հստակորեն ընդգծված է։ Պողոսն ասում է, ես ձեր աչքի առաջին նկարագրեցի կենդանի զորավոր հարության Քրիստոսին։ Ամեն։ Դուք եք այդ նկարագիրն ասում է։ Ձեզ տեսնելով պիտի տեսնեն Քրիստոսի հարության Քրիստոսի նկարագիրը եւ Աստծո լույսով լուսավորված։ Ասա դու, ես այդ որոշումը կայացնում եմ, որ այսօր լինեմ այդպեսին Տիրոջ առաջին Հիսուսի անունով, այո եւ ամեն։ Կանք առաջին։